2026 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Նախարար Պապիկյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնական հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին եւ զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի ու անվտանգ ծառայություն։ Այցի ընթացքում Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև հաշվառման կառավարման ավտոմատացված համակարգին, որը ներդրվել է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում։ Համակարգի միջոցով նախատեսվում է թվայնացված եղանակով կառավարել զինծառայողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում ծառայության ընթացքին, տեղափոխություններին, արձակուրդներին, առողջական վիճակին եւ այլ գործընթացներին վերաբերող տվյալները։ Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինծառայողների բժշկական հետազոտությունների կազմակերպման եւ այլ միջոցառումների կատարման վերաբերյալ։ Նախարարը հանձնարարականներ է տվել զորակոչի գործընթացին ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։